Մարդ նախ ունի ծնունդ, ինչպես ազգը ունի ծագում։ Դրանից հետո կա, այսպես ասած, զարգացում, կա հասունություն, կա կայացման փուլ, կա կատարելագործման փուլ եւ վերջին հաշվով էացման փուլ։ Այսինքն այս փուլերի մեջ մենք բաժանելով նաև պրոյեկտում ենք ազգի վրա, որ ազգն էլ ունի ծագում եւ ծագումը մենք ասում ենք, որ ազգը որպես այդպեսին ծագումնաբանական առումով կրում է իր տարածաշրջանի, այսինքն բնաշխարհի կնիքը։ Եւ եթե մենք անգամ տեսնենք մեր հայկական այսպես ասած հոգեկերտվածքի, մտակեցվածքի, խառնվածքի, բնավորության, այսպես ասած այդ գծերը տեսնենք, մենք ամբողջությամբ կարող ենք հասկանալ, որ այն պրոյեկտված է կարծես թե մեր բնակլիմայական ամբողջ միջավայրի կնիքն է կրում։ Այս առումով, այո, ինքնությունը ունի ծագումնաբանական բնույթ, բայց այն նաև ունի ձևավորման ժամանակաշրջան եւ շատ դեպքերում, եթե ծագումը մենք հենց բնաշխարհի այդ հանգամանքից ելնելով ասում ենք հայրենական ինքնություն, ապա դրա ձևավորման ժամանակաշրջանը, երբ սկսում է ազգը ձևավորել, իսկ ազգը ձևավորման, եթե սա էթնիկական ծագումնաբանություն է, ցեղային տոհմային հիմքի վրա, ապա ազգային զարգացման այս ձևավորման փուլը մենք զուգահեռում ենք արդեն պետությունների ձևավորման հետ, որտեղ առանց պետական միավորումների առաջացման կարան լինեն էթնիկ միավորներ, բայց ազգի կարգավիճակի չեն կարող